Ռազմավարական ինչ պլանով եւ քարտեզի ինչպիսի ուղղագծումներով պետք է շարժվել պատերազմական գործողությունների ժամանակ։ Այս հարցերի պատասխանները բոլոր դարերում մշտապես հստակ են իմացել հայ զինվորները։ Թշնամու ասպատակություններն են կոփել մեզ։ Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնն է։ Զրուցակիցս գնդապետ Կարապետ Հովհաննիսյանը վերհիշում է հայկական բանակի կազմավորման տարիները։ Բանակի ստեղծումը շատ վատ ժամանակներում ստեղծվեց, պատերազմական ժամանակներում շատ դժվար էր եւ պատերազմի մասնակցել եւ բանակ ստեղծել, բայց մենք կարողացանք հաղթահարել մեր կամքը, մեր ոգին այնքան ուժեղ էր, որ մեր ցանկությունների հետ մեկտեղ մենք կարողացանք ստեղծել ուժեղ բանակ։ 1992-ից 1994 թվականների ընթացքում Արցախում պատերազմական գործողություններ սկսվեցին։ Ադրբեջաններ սանձազերծել զավթողական նպատակներով։ Պետք էր մարտնչել, անկախ ամեն ինչից։ Գնդապետ Հովհաննիսյանի հրամանատարությամբ թշնամու 31 տանկ ու 3 զրահատեխնիկա է խոցվել։ Գնդապետի անկոտրում ոգին նաև զինվորներին էր առաջ մղում։ Իզեն եւ Շուշին ազատագրված էր։ Չունենալով համապատասխան զենք զինամթերք, այսինքն ունենք, բայց շատ քիչ։ Բայց ամեն մի զինամթերք, լինի դա արկ, հրետանային, լինի դա փամփուշտ, ուղարկում էր իրեն նպատակետին։ Ռազմական ամբիոնում 300 ուսանող է սովորում։ Նրանք բոլորն են գիտակցաբար ընտրել զինվորական դառնալու ճանապարհը։ Այստեղ ամեն ինչ այնպես է, ինչպես զորամասում։ Մեր ուսանողներին սովորացնում ենք որպես ապագա սպաների, մենք իրենց դաստիարակում ենք զինվորական ոգով։ Հայկական բանակի պատմությանը անցած ճանապարհին Արցախյան գոյամարտի էջերին քաջատեղյակ են ռազմական ամբիոնի ուսանողները։ Գիտեն հարթ չի եղել, իրենք էլ հեշտ ուղի չեն ընտրել։ Քաղաքացիական ու զինվորական կյանքի անջրպետի գիտակցումը հոգեբանորեն հաղթահարել են, ցանկությունը մեծ է, համալրել հայկական բանակի շարքերը, շարունակել նախնյաց գործը, անառիկ պահել երկրի սահմանները։ Հիմա բավական պատկերացնում եմ հայկական բանակի կազմում աշխատելը որպես սպա, իսկ ինչ վերաբերում է վախին, թող ադրբեջանցիները մեզանից վախենան։ Մեզ թերևս անծանոթ առարկայի քննությունն են հանձնում։ Գաղափարադաստիարակչական պատրաստվածություն առարկան է։ Առաջին կուրսի ուսանողները պետք է պատասխանեն, թե որն է հրթիռահրետանային զորքի նշանակությունը պատերազմական գործողությունների ժամանակ, գունդը քանի տարատեսակ ունի, ինչ է հայկական հարցն ու այսպես շարունակ։ 2016 թվական ապրիլյան սովորական գարնանային առավոտը արյունով ներքվեց, ճակատագրեր խեղվեցին, բազում երիտասարդների կյանքեր ընդհատվեցին։ Սա պատերազմ էր հրադադարի շրջանակներում, այս անգամ եւս թշնամին պարտվեց։ Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս Աստծուն պատիվս ինձ։ Տասնամյակների ընթացքում հայկական բանակը մարտունակ է դարձել, կոփված։ Հայ զինվորները ռազմական գաղտնիքներին, հմտություններին եւ ընդհանրապես զինվորական գործին դիտակցված լրջությամբ են վերաբերվում։ Բանակը պետականության հիմքն է, նրա դեմքն ու նկարագիրը, եւ բոլորիս ցանկությունը մեկն է, որ այլևս պատերազմներ չլինեն, ականների ու նռնականետերի ձայներ չլսվեն, փամփուշտները բոլոր չկրակված մնան։ Կիմա Եշատյան, Տիգրան Գասաբյան, Օրագիծ։